ասեք ինչ իրավիճակ է Դիլիջան, հրդեհ ինչքանով է հաջողվել մարել, ինչ այրվել։ Գիտեք, որ մի քանի օր է ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են, Ճամբարակի հատվածում էր մի քանի օր առաջ այդ կրակը, որը այդ տարածաշրջանի շատ մեծ ուրեմն ցանքսատարածություններ եւ շատ մեծ ծավալի անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է ուրեմն Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածքում 3 ինձ ահազանգեցին, որ 4-ը օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր կրակի, մեկը Լեռնային Հայաստան, Գորնի Արմենիա, հանգստյան տան վերևի հատվածի մասն էր, երրորդը Վոլորանների մոտ կար, մեկ մեծ օջախ, որ գիշերը ես այնտեղ եմ եղել, ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել, եւ չորրորդը Սիմինովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։ Ես ուզում եմ նշել նաեւ, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել եւ ի պատիվ փրկարարների եւ կամավորների անձնվեր աշխատանքի, ես դա ուզում եմ հատուկ շեշտել, որ օրեր շարունակ մարդիկ ուղղակի առանց քուն ու դադար պայքարել են կրակի դեմ եւ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար, այն տեղերը որտեղ որ ես եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել, բայց ամբողջությամբ իրավիճակի հետ կապված կարող եմ հետեւյալը ասել, որ առավոտյան ուղղաթիռները ինձ տեղեկացրեցին, փրկարարության պետը ես այնտեղ էի, ինձ տեղեկացրեցին, որ ուղղաթիռներ են ներգրավել, խնդրել են պաշտպանության նախարարությունից ուղղաթիռներ տրամադրեն եւ առավոտվանից արդեն ուղղաթիռներ էին ներգրավել, նաեւ ես որ այնտեղ էի, բազմաթիվ կամավորականներ նորից էլի մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին, այսինքն աշխատանքները շարունակվում են։ Գիշերը ինչ որ մի պահի թվում էր, որ արդեն իսկ հնարավոր չի կառավարել, որովհետև արդեն մոտենում էր արդեն ներքևի հատվածներին, արդեն կրակը շատ մեծ ուժգնությամբ, բայց կրկնում եմ, պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է, սպասենք շարունակություն։ Ինչ տեղեք չափերի մասով ինչ-որ խոսակցություններ կային եւ նաեւ պատճառների մասին կար։ Տեսեք տարբեր վարկածներ, տեսեք այն օջախները որ կան, դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն, օրինակ նույն Կազաչի հանդամաս տարածքի այրվելը եւ այն հատվածում, որ ես էի Վոլորանների մոտին, բավական իրարից հեռու են, ասենք այդ օջախները որ կան, տարբեր օջախներ են եղել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով եւ չեմ ուզում հիմա գնահատականներ տամ, որովհետեւ շատ նախնական կլինի եւ կարող է եւ այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ, հաշվի առնելով այդ իրավիճակը, ես այս ամեն ինչը տես պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել, այս վերջացնեմ խոսքս, այն որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել, անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, դի պարզի քննությունը, բայց այն, որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Իսկ Դիլիջանի համայնքապետին նկատել Մի պահ ես այնտեղ տեսել եմ քաղաքապետին, կադրերում երևում է, որ այն հատվածին գնացել էր հրդեհաշիջ։ Ես էլ եմ այդ տեսանյութը տեսել, ցավում եմ դրա համար։ Մանուկյանն իսկ նման բնակավայրերի մոտ ավելի լավ է պատկերացնել։ Իրենք բնակավայրեր կրակը հասնելու, որտեղ ասում գիշերային ժամերին է նորից այդ մարած կրակը, որտեղ քամի եւ այլն։ Տեսեք, քամին նպաստում է դրան, չոր խոտերը նպաստում են դրան, խամատապալ ծառերը, որոնք չորացած են, նպաստում են դրան։ Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք իշխանությունները հետեւյալն ենք ասում, այդ խամատապալ ծառերը որ կա, չոր ծառերը որ կա, դա պետք է տրամադրեն գյուղացիներին 8 խորանարդ մետր թափուկ վառելիքի
շրջանակներում, որ պետությունը պոզիտիվ իր պարտականությունն է եւ նաեւ ամրագրված այդ պարտականությունների մեջ որ պետք է այդ փայտը տրամադրի հիմա այդ չոր փայտը եւ նաեւ բանը ուրեմն խոտը որ չորացած է նպաստում է նրան որ կրակը եւ քամին որ կրակը ավելի մեծ տարածքներ ընդգրկի էլի այստեղ բազմաթիվ խնդիրներ կան ես չեմ ուզում նախնական գնահատականներ տալ բայց բազմաթիվ հարցեր կա որ պետք է խորը ուսումնասիրության ենթարկվեն եւ պարզեն եւ ինչ Ես դրա մասին եւ երեկ եւ գիշերը դրա մասին ասել եմ, ես նաեւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ նաեւ իմ Facebook-յան գրառումից հետո շատ մարդիկ ինձ զանգահարել են, որոշ մարդիկ իրենք էլ են մասնակցել հրդեհաշիժման աշխատանքին, այսինքն կամավորական խմբերն էլ են շատ լուրջ կերպով նաեւ մասնակցում հրդեհաշիժման աշխատանքներին եւ եթե օրինակ այս ամեն ինչին ականջալուր լինեին եւ ավելի շուտ լսեին մեզ, օրինակ այդ ուղղաթիռները շատ ավելի նախնական փուլում կներգրավեն։ Մենք ինչ ենք ասում ենք ուղղաթիռը ներգրավեք, ասում են դե դրա ժամանակը չի։ Ասում ենք մարդուժ ավելի շատ տրամադրեք այդ աշխատանքներին եւ փրկարարծառայության աշխատակիցներից եւ կամավորականներից, այսինքն այս էլ հերթական բանն է, ես չեմ հասկանում էլի, եթե ընդդիմությունը բան է ասում։ Այսինքն կարելի է չէ՞ ամեն ինչը մի քիչ լուրջ ընդունել եւ ավելի շատ միջոցներ ներգրավել, այս մասշտաբները այս ծավալի չէին լինի։ Այսինքն ավելի տարածվելու վտանգ կա, պարոն Դանելյան։ Դե այնտեղ ենք եղել էլի, հա հանգցրել ենք, ասեմ հանգցրել եմ ես, եթե դա ինչ որ մեկին սիրտը հովացնելու է, ինչ կարեցել եմ ես գիշերը արել եմ։ Տարածվելու Ինչ վտանգ ասեմ։ կա, թե Ես հրշեջ չեմ, բայց օգնել եմ այդ մարդկանց ինչով կարեցել, ինչ ասել են արեք արել ենք եւ նաեւ առաջարկել ենք, նաեւ դրանից առաջել ենք առաջարկել գիշերներ եմ առաջարկել իմ օգնությունը, ինչ անեմ ես չգիտեմ։ Եթե բան կա պակաս ավել պակասի համար կներեք, ինչ ասեմ։ վտանգ կա, որ կտարածվի, թե հիմնական օջախները այս պահին մարված են։ Տեսեք, անգամ այն տեղերը որ կրակը մարվում է, մեր թնդմերտ այդ մարած կրակը նորից էլի բռնկվում է։ Տեղեր կա որ բանը չոր հատվածները շատ են, քամին է նպաստում, այլ նպաստող հանգամանքներ լանում։ Տեսեք, օրինակ տարածքա որտեղ որ յոլկաները հայերեն կներեք եղևնիները շատ են եւ այդ եղևնիներն էլ շուտ կպչելու եւ կրակը տարածվելու համար հատկություն ունեն, էլի։ Հիմա ես նման ուրեմն իրավիճակներ էլ գիտեմ որ առաջանում այլ հիմա ասել որ այս պահի դրությամբ ես հետեւյալ գնահատական ունեմ իմ աչքի տեսածն եմ ասում բավականին շատ տեխնիկա Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից փրկարարծառայության աշխատողներ գիշերը համալրում էին եւ գալիս էին անդադ գալիս էին առավոտվա դրությամբ էլ ես երբ որ այցելեցի տեսա դա որ էլի գալիս են ուժեր այս ուժերը կարծում եմ դա իմ գնահատականն է միգուցե այդ գործի գիտակները այդ գործի մասնագետները ավելի լավ են հասկանում բայց իմ կարծիքը նա է որ շատ ավելի ճիշտ կլներ որ այդ ամեն ինչը արվեր նախնական փուլում եւ այս ծավալները չընդգրկեր ամեն դեպքում էկոլոգիային ֆլորային բնությանը մեծ վնաս է հասցվել դա կրկնում եմ Դիլիջան ազգային պարկի տարածքն է ազգային պարկի տարածքն է թե հիմա ով է շահագրգռված եղել ինչ է եղել ես կրկնում եմ չեմ ուզում նախնական գնահատականներ տամ բայց վարկածներ կան որ իրավապահ համակարգը պետք է այդ վարկածների հետևից գնա եւ ստուգի եւ մեղավորները պետք է խիստ պատասխանատվության արժանանան եւ մի բան էլ ավելացնեմ հազար ներողություն եւ շատ կարեւոր է որ այդ պատասխանատվությունը դրսեւորեն նույն պետական աշխատողները եթե նորից հարց տվեցին, եթե գնում ենք եւ ինչ որ հրդեհաշիժման աշխատանքներին կամ մասնակցում ենք կամ դիտորդի կարգավիճակով ենք լինում, պետք է նաեւ այդ կարգ ու կանոնը բոլորը հետևեն։ Ամեն մեկի անզգույշ քայլից կարա պատճառ դառնա նոր հրդեհների։ Հասկանում եք, կարող է մեկը անզգույշ, չգիտեմ, իր ծխախոտը գցի այդ 4 տարածության վրա եւ մի հատ հերիք մի հատ ծխախոտը գցվի եւ այդ կրակը կբռնկվի։ 21-ից է Գեղարքունիք սկսել, որ դուք ասում եք առաջարկել են ուղղաթիռներ բերեք եւ այլն, ավելի ուշ են
21-ից սկսված 21-ին իրենք դեռ չէին էկտիվացնելով փորձում կրակահան։ Դե ասում են դրա կարիքը չկա, ինչ որ մարդուժ են կենտրոնացրել, կամավորականներ կան, իրավիճակը հսկողության տակ է, նման արտահայտություններ ենք լսել, բայց կրկնում եմ, սա այն հարցն է, որ եթե դու եւ սկսած կանխարգելիչ աշխատանքներից, առաջի աշխատանքը դա պետք է կանխարգելիչ աշխատանքը։ Եթե այդ աշխատանքները չես անում, վաղը միսօր դրա համար շատ թանկ գին ես վճարում, որը որ վճարեցինք մենք եւ թող փառք տանք Աստծո, որ այս ամեն ինչը շուտ ավարտվի, բայց կրկնում եմ, այս պահի դրությամբ էլ վնաս է հասցվել էկո համակարգին։ 2017 թվականին բռնկված էր ռեժիմը, այդ ժամանակ եթե Խոսրովի։ Այո։ Ես չգիտեմ, ինձ համար կապ չունի իշխանությունները ովքեր են, ինձ համար կարևոր է, որ բոլոր են պատասխանատուն, եթե 17 թվականին պատասխանատու մարմիններ են եղել, որոնք որ պիտի պատասխանատվություն կրեին այդ աշխատանքի համար, պիտի այդ պատասխանատվությունը կրեին, դա ինչ կապ ունի 17 թվին ա եղել, 19 թվին, թե 21 թվականին, թե 23 թվականին։ Ասածս հետևյալն է, որ շատ կարևոր է, իրազեկման աշխատանքները շատ կարևոր է։ Բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք իրազեկման աշխատանքը կարևոր է։ Պատժելու գործիքակազմը կարևոր է, որ մարդիկ պատժվեն բնության նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելու եւ բոլոր ժամանակներում կարևոր է։ Այդ անպատասխանատվությունը կներեք մեր հասարակության մի շերտի մոտ կա եւ այդ անպատասխանատվության արդյունքում էլ է նման բարդ եւ շատ ժամանակ անդառնալի հետևանքներ լինում։ Ինձ համար հեչ կարևոր չի իշխանությունները ով են։ Եթե կա կոնկրետ դեպք գրանցված, ուրեմն մենք պետք է դրանից հետևություններ անենք։ Եթե 17 թվականից հետո հետևություն անենք, միգուցե նաև այս չլներ։ Եթե հետևություն անենք 21 ամսի 21-ի դրությամբ աղետից, չէ լինի ամսի 24-ը կամ չէ լինի ամսի 25-ը։ Ես չեմ ուզում մեղավորներ կարգեմ, ես ընդամենը մեզ, ձեզ, բոլորիս, նաև իմ պարտականությունն է դա, նաև իմ մեղքի բաժինը ես ունեմ, որ ավելի լավ չեմ աշխատել միգուցե ազգային ժողովում հրավիրված լսումների թեմայով խոսեցիք բոլոր ժամանակների մասին, ես լա չեմ խոսացել։ Քիչ առաջ ձեր Հա, թեմատիկայի ազգային ժողովի։ Իսկ թաց լուսումների մասին։ Լավ, ասեք կներեք, ասեք։ Խնդրում եմ պարոն Դանիելյան, կարող եք թվել Հայաստանի մասնավորապես նախկին իշխանությունների օրոք եղած քաղաքականների անունները։ Գիտեք, ես միշտ իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ անկախության տարիներից ի վեր այն ձևակերպումը, որ կա քաղաք բանտարկյալ ձևակերպումը, որ կա, իհարկե այդ ձևակերպմանը բնորոշ քաղաքական առումով բանտարկյալներ եղել են եւ դա ես երբեք չեմ էլ հերքել, դա իմ գնահատականն է եւ այս առումով գիտեք ինչ կա, ես անգամ քեզ քաղբանտարկյալներ, որ հիմա 60-ից ավել քաղբանտարկյալներ կան, մեկին նշելը, մեկին չնշելը, ես չեմ կարծում, որ դա ճիշտ եւ նպատակահարմար է, եւ ինձ թվում է մենք պետք է ամեն ինչից հետեւություններ անենք։ Ցանկացած իշխանություն վաղը մյուսօր դառնալու է անդիմություն, եւ ցանկացած անդիմություն վաղը մյուսօր դառնալու է իշխանություն։ Ցանկացած իշխանություն, որ մտածի ինքը վաղը մյուսօր դառնալու է անդիմություն եւ ինքը իր իշխանության ժամանակ գործի օրենքի շրջանակներում եւ նման խնդիրների առջև չբախվեն մեր այն հայրենակիցները, որոնք որ քաղաքական օպոնենտներ են, մենք կունենանք ավելի լավ հասարակություն։ Ոչ մեկ, կրկնում եմ, բոլոր ժամանակներում իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում չպետք է բանտարկվի։ Ես մի օրինակ էլ բերեմ ձեզ, որ հասկանաք, որ իմ գնահատականներն ու իմ մոտեցումները օբյեկտիվ են եւ այս առումով ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Ես գրեթե ամեն շաբաթ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ։ Այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին ամենակոշտ քննադատն են եղել եւ այդ մարդկանց միգուցե
հայացքներն ու իրենց արած արարքները ես չեմ կիսում, բայց համենայն դեպս այդ մարդկանց նկատմամբ պիտի ունենանք ապրումակցում, իրենց իրավունքները եթե խախտվում են ու խախտվում են իրենց իրավունքները, այդ մարդկանց իրավունքները պիտի պաշտպանվեն։ Ես 3 առաջի օրը այցելել եմ Սասնա ծռեր խմբավորման ուրեմն անդամներից մեկին իր խնդիրներով ինձնից ավելի շատ միգուցե երևի քաղաքական դաշտում զբաղվող շատ քիչ մարդիկ կան, նույնը մնացածի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ մարդկանց իրավունքները պիտի պատշաճ քննության ենթարկվեն, այդ մարդիկ պիտի բացառապես պատասխանատվություն կրեն իրենց արածների համար եւ ոչ թե իրենց քաղաքական հայացքների համար, բոլոր քաղբանտարկյալները հենց ես դրա համար, բոլոր են մարդիկ, որոնց որ ընտրովի մոտեցումա ցույց տվել իշխանությունը, բոլոր ժամանակների, ես ավելի քան պարզ եմ ասում, դրանից ավելի պարզ հնարավոր չի ասել։ Այդ մարդիկ պետքա օր առաջ հայտնվեն ազատության մեջ եւ չպատժվեն նրա համար, որ իրենք ունեն այս կամ այն քաղաքական հայացքները։ Հենց հիմա Հայաստանի Հանրապետության բանտերում սրբազան եպիսկոպոսներ են, սրբազան հայրեր են, արքեպիսկոպոսներ են, որոնք որ մեր իմ ձեր բոլորի ամոթն ու խարանն է, որ այդ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը իր խոսքի համար հիմա ԱԱԾ մեկուսարանում է։ Մյուս սրբազանի ձայնագրությունները ամբողջ գործը մոնտաժված է, կեղծված է, դրա ապացույցները կան, սրբազանին մեղսագրվում են արարքներ, որը այդ մարդը չի կատարել, այդ մոնտաժված ձայնագրությունները, որ կա ներգործություն ա եղել դրա վրա, բառեր են ավելացվել, որոշակի այո վստահ պնդում եմ, կոնտեքստից բառեր են հանվել, եւ դրա համար մենք ուղիղ հարց ենք ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին եւ հիմա էլ մենք կանչել ենք գլխավոր դատախազին, որպեսզի գա լսումների եւ բոլոր մեր այն փաստարկները, որ կար, այդ փաստարկները լսեր եւ եթե ուներ իր կարծիքը, եթե ուներ այլ կարծիք եւ համաձայն չէր դրա հետ, սա ամենալավ հարթակն էր, որ իրավապահ համակարգը գար, մասնակցել եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տար, բայց կներեք, մինչև հիմա կրկնում եմ, այդ մարդիկ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, գտնվում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում, ես չունեմ այդ թույլատվությունը իրենցից ասելու թե ինչ առողջական լրջագույն խնդիրներ ունեն, պատվով են տանում այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է ընկնեն Արմեն Գրիգորյանի օրը։ Պարոն Դանիելյան, դուք համառանատան Դուք 4 հատ հաս տվեցիք։ 4 հաս տվեք։ Քանի հատ հաս տվեցիք։ Ես վերջացնեմ, խոստանում եմ ձեզ հաս տամ։ Ես խոստանում եմ հարցը վերջացնելուց հետո ձեզ պատասխան չկա։ Հրավիրել եք միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների ներկայացուցիչների եւ այստեղ հիմա ներկա է միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանը, քաղաքական հարցերի պատասխանատու։ Ինչով եք բացատրում, օրինակ, այսպես ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եվրոպական եւ ամերիկյան երկրների ներկայացուցիչները բացակայում են այս լսումներին եւ չեն ուզում լսել։ Ինչպես է օրինակ ԱՄՆ դեսպանատանից գալիս են եվրոպական երկրները կարծես թե տեսեք, նախ ուզում եմ ես մեզ բոլորից պետք է այդ պատասխանը տան, թե ինչի համար իրենք չեն եկել, այսինքն ինչն է խնդիրը, որ մարդիկ չեն ներկայացել, որն է պատճառը։ Ես այդ պատճառները ցավոք սրտի այս լսումների հետ կապված չունեմ, բայց մենք պնդելու ենք, որ իրենք ասեն պատճառը ինչն է, որ իրենք ներկա չեն։ Ներկա գտնվողներին շնորհակալություն ենք հայտնել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, ես չգիտեմ, այսօր Կանադայի դեսպանատնից մարդ չկա, բայց բոլոր դատական գործերին, նիստերին ներկա ալինում, Կանադայի հյուպատոսը ներկա ալինում, եւ ես ողջունում եմ դա, Բագրատ Սրբազանի դատական նիստերին ներկա ալինում։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի են առնում այն հանգամանքը, որ աչք փակեն իշխանությունների կողմից այս ապօրինություններին, հայտնի են կարգախոսով, դե ապօրինություն ա գործում, ես մեղմ եմ ասում, բայց դրա ավելի կոպիտ ձևակերպում կա, բայց այդ մեր գործողը մեր մեղմ գործողն է, այսինքն այդ ապօրինություններ անողը մեր ապօրինություններ անողն է, հասկանում եք։
հայտնի խոսքար չէ, ես մի քիչ ավելի կոպիտ ձևակերպումը կա, բայց չեմ ուզում տամ, սրիկա, բայց մեր սրիկան է։ Հիմի այս կոնտեքստում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ ժամանակին օտարերկրյա դիպկորպուսի ներկայացուցիչները ամենաչնչին խախտման պարագայում այցելում են քրեակատարողական հիմնարկներ, նվազագույնը այցելում են քրեակատարողական հիմնարկներ, մասնակցում են դատական նիստերին, տալիս են քաղաքական գնահատականներ, այս առումով ցավոք սրտի, այս պահի դրությամբ քիչ են այն մարդիկ, որոնք որ գնահատական են, որովհետև կաշկանդված են, որովհետև տարբեր ատյաններում իրենք հետևյալն են ասում. այս ընդդիմությունը, որ կա, պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Այսինքն, այս իշխանությունները գնում են եվրոպական հարթակներ, այդ մարդկանց հետ խոսում, ասում են, այս մարդիկ Ռուսիա ագենտներ են, հասկանում եք, անպատասխանատու, անբարտավան մոտեցում են դրսևորում եւ բոլորին արատավորում, ով իրենց կարծիքի հետ համաձայն չի, իրանց ագենտ են կարգում։ Եվ այդ առումով էլ նաև մենք ունենք նախադեպ, երբ որ չեմ ուզում դիվանագետի անունը տամ, երբ որ դիվանագետը ընդդիմության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այս մարդիկ եկել են հստակ sense բաներ են ասել։ Այսինքն խայտարակություն է, դու գնաս օտարերկրյա դիվանագետին, ասես, որ քու քաղաքական օպոնենտը Ռուսաստանի ինչ-որ շրջանակների հետ աֆիլիացիա ունի, այս է իրանց գործելավոճը։ Բայց մենք էլ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԱԱԾ նամակներ ենք ուղարկել եւ պահանջել ենք նույն մեր գործընկերի Գեղամը, ուրեմն Մանուկյան, նույն Բագրատ Սրբազան պայքարի ժամանակ ուղարկել ենք, ասել ենք, եթե կա նման բան, ուրեմն քրեական գործ բացեք եւ իրենք փոխադարձ նամակ ուղարկել են, որ նման բան գոյություն չունի։ ԱԱՑ-ն այդ բան ուղարկել, հասկանում եք։ Այսինքն գործ ունենք զրպարտիչ, կեղծիքի մի թագավորության հետ, որ ամեն ինչ անում է, որպեսզի օտարերկրյա դիվանագետների մոտ մեզ ներկայացնի որպես 5-րդ շարժում։ Պարոն Դանիելյան, եթե հարց չկա, դրեք հարցը։ Սիրով։ Պարոն Դանիելյան, համառաջնորդում եք Սրբազան պայքարը, Վաղուշը հանուն հայրենիք, այդպես է ոչ։ Ձեր վերաբերյալ քրեական ինչու՞ չկա։ Ես մի քանի օր առաջ եմ ասել, հիմա էլ կրկնեմ, ես հարցաքննվել եմ, ուզում եմ ձեզ ուրախացնել, որ ես հարցաքննվել եմ, բայց ուզում եմ նաև ձեզ տխրեցնել, որ մինչև հիմա ես ազատության մեջ եմ, բայց կարող եմ եւս մի անգամ ձեզ ուրախացնել, որովհետև ես համոզված չեմ, որ շատ երկար ժամանակ կլնեմ ազատության մեջ, կարծում եմ ինչ որ մի պահի կլնեմ ձեզ կուրախացնեմ եւ կլնեմ քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Դանիելյան, ես խնդրում եմ ձեր հարցի մեջ հեգնանք բացառել, որովհետեւ հարցադրումը նպատակ ուներ մեկ բան բարձելու։ Եթե ձեր արարքում չկա քրեական հանցակազմ, ենթադրվում է, որ ձեր նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Եթե Հայաստանում մարդու արտահայտության համար, մեկ նախադասության համար, որ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, այդ մարդը ամիսներ շարունակ, այդ մարդն էլ ազգային բարերար է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Ես ինչքանով եմ ապահովագրված, որ ես չեմ լինի հաջորդը, կամ նույնը Միքայել Սրբազանի, ինչ որ մի բառ կարան գտնեն, ասում եթե մարդը կա, հարգելիս գործն էլ կգտնվի։ Այն հայտնի են խոսքով, որ քրեական օրենսգիրքը գցում ես գետին, որի վրա կանգնես, դրա վրա կարան քրեական Դանիելյան թույլ տվեք հարցներ եք էական չի, չեմ ուզում, չէ, վերջերս։ Պարոն Դանիելյան, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում քաղբանտարկյալներ եղել են թե ոչ։ Եվ խնդրում եմ նշեք, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի Ես նշել եմ, ասել եմ, որ նորանկախ մեր հանրապետության կյանքում եղել են քաղբանտարկյալներ, ես չեմ ուզում որևէ մեկին, չէ, ես չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, որովհետև առանձնացնելով մեկին, ուրեմն բաց կթողնենք մյուսին, որը կարող է իմ կողմից ճիշտ չի լինի, ես գնահատականները տվել եմ, ավելին ասելու չունեմ, շնորհակալություն։